Աստվածպաշտությունը սա այնքան լուրջ հարց է, որ այսօր ցավոք սրտին այդ աստվածպաշտության ովքեր որ այսօր իրանց աստվածապաշտ են համարում, մեծամասնությունը վատ վիճակի մեջ են գտնում եւ ինչպես քիչ առաջ էլ մենք կարդացինք, որ չնայած որ հրեա ժողովուրդն էին, չնայած որ միակ ազգն էին, որն որ կենթանի աստուն էին ծառայում, բայց Հեսուն հիշեցրեց, որ դուք գետի այն կողմում ձեր հայրերի պաշտված աստվածներ, փոքր տարով աստվածներ։ Հրեաները ցավոք սրտին շատ անգամ ընկնում էին, սկսում էին ուրիշ աստվածներ պաշտել ու դու գիտեք որ ամբողջ 40 տարվա ներողություն, ամբողջ ժամանակամիջոցում ինչ որ հրեա ազգը կա, շատ անգամ ընկնում բարձանում էին, չնայած որ նորից եմ ասում, իրանք իրանց աստվածապաշտ էին համարում եւ պաշտում էին իրանց կարծիքով կենթանի ասում։ Մենք պետք է հասկանանք, որ աստվածապաշտությունը կա նաև կեղծ աստվածապաշտություն եւ այդ կեղծ աստվածապաշտությունը նույնպես կոչվում է աստվածապաշտություն, բայց ոչ այն ասուն, որն որ արժանի է պաշտելու։ Դրանով մենք մտածենք դրա մասին ու հիշենք, որ մենք կարիք ունենք սովորելու, թե ինչպես պաշտենք Աստծուն։ Մենք շատ բան խոսացինք, բայց այսօր ուզում եմ ես Հակոբոս Արաքյալի թղթից մի երկու համար ներկայացնել ձեզ աստվածապաշտության կողմերը, որն որ մեզ կարևոր է, որպեսզի մենք նայելով այդ բանը ու նայելով մեր կյանքին տեսնենք, թե ինչ է իրանից ներկայացնում մեր անձնական աստվածապաշտությունը, որ կարողանանք, եթե ինչ-որ մի բան եղնի, դրստվել։ Ուրեմն Հակոբոսի առաջի գլուխ 26-27 համարը Якова, 1 глава, 26-27 стихи։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք այս կարևոր գաղափարները։ Եթե ձեզանից մեկը կարծում է, թե այստեղ հայկական թարգմանության մեջ կրոնասեր է ասում, եթե ուշադիր նայեք ռուսերենում բլագաչեսիա, աստվածապաշտություն է, ես չգիտեմ ինչի են թարգմանիչները այսպես ներկայացրել, բայց եկեք այս կրոնասեր կամ բառը ներկայացնենք կամ ինչպես աստվածապաշտություն։ Եթե ձերանից մեկը կարծում է, թե աստվածապաշտ է եւ իր լեզուն չսանձահարե, այլ իր սիրտը խաբե, այնպիսի մարդի աստվածապաշտություն, այնտեղ կրոնասիրություն է գրված, զուր է։ Սուրբ եւ անարատ կրոնասիրություն, այսինքն աստվածապաշտությունը Աստծո եւ Հոր առաջին սա է։ Որբերին եւ այրերին, այսինքն որբևարերին այցելեն նրանց նեղության մեջ եւ իր անձը աշխարհիցը անարատ պահեն։ Աստվածապաշտության 3 կարևոր կողմ, որն որ շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար։ 3 կարևոր կողմ, որն որ քննելով մեզ հույսով եմ որ կգտնենք այդ 3 կարևոր բաները, մեկը լեզվի հարցն է, մեկը բարեգործության, բայց ճիշտ բարեգործության հարցն է եւ երրորդը անարատության հարցն է, աշխարհից անարատ պահելու համար։ Այս 3 կարևոր բանը, որն որ աստվածապաշտության կարևոր գաղափարներից մեկն է, մեզ հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք մտածենք նայելով մեր կյանքը, ուրիշի կյանքը չէ, մեր կյանքը նայելով, որովհետեւ մենք մեզ շատ լավ գիտենք եւ գիտենք թե ինչ վիճակի մեջ է մեր լեզուն, ինչ վիճակի մեջ է մեր բարեգործական կյանքը, ինչ վիճակի մեջ է մեր աշխարհի հետ հարաբերությունը։ Անարատ ենք աշխարհի հանդեպ, թե այն աշխարհի առատությունը մեր մեջը բավականին լցված է։ Առաջինը ինչ է որ ես կուզեի ասել ու մի քիչ ավելի երկար կերնի այս խոսքը, չնայած որ ես էլ եմ ասում, 3 գաղափարներն էլ ամեն մեկը մեկ քարոզ կարելի էր պատրաստել, չուզեցի այդքան ձգել, որովհետև էլի շատ գաղափարներ կա ու չեմ ուզում որ շատ երկար տևի, լեզվի մասին է։ Լեզուն, որն որ մարդու օրգաններից մեկն է եւ լեզուն, որն որ շատ անգամ մեզ մարդկանցս, հավատացյալ մարդկանցս խայտարակում է ու մարդկանց աչքից գցում է, որպես հավատացյալներ։ Լեզուն, որն որ ճիշտ է, ոսկոր չունի, բայց խոսում է այնպիսի բաներ, ինչպես Հակոբոս Արաքյալն է ասում, նայեք, ես մի անգամ էլ կրկնեմ այս տեղը, Հակոբոսի առաջի գլուխ 26 համարը, Якова 1 глава 26 стих, եթե ձեզանից մեկը կարծում է, որ կրոնասեր է, այսինքն աստվածապաշտ է եւ լեզուն չցանձահարե։ Գիտեք, ամենացավալի վիճակը, ինչ որ կարելի է համարել հավատացյալ մարդու համար, դա լեզուն է։
Շատ մարդիկ կարող են իրենց կյանքի մեջ ամեն առատներից հեռու մնալ։ Ամեն տեսակի, ինչ որ ժամանակին անում են կեղտոտությունը, սխալ գործողությունը, միջև անգամ շատ մարդիկ կարողացել են իրենց սանձահարել սուտ խոսալու մեջ եւ ավելորդ գործողությունների մեջ, լեզուն մնում է ամենամեծ խնդիրը մարդու հավատացյալ մարդու կյանքի մեջ։ Լեզուն, որ իհարկե մենք չենք խոսում այս անդամի մասին, որ մեր բերանի մեջ է գտնվում, որովհետև ինքը անդամը իրայից ոչինչ չի ներկայացնում, եթե այն միացրած չեղնի մեր ուղեղի հետ։ Ու այդ փչացած ուղեղը օգտագործում է այդ անդամը, որպեսզի մենք կարողանանք կամ Աստծուն փառավորել, կամ վկայություն տալ մարդկանց Քրիստոսի մասին, կամ էլ նույն այդ Աստծու ստեղծված ժողովրդին, Աստծո ստեղծված մարդկանց իր պատկերի ու կերպարի պես ստեղծված մարդկանց անըծենք, հայհոյենք, կեղտոտ խոսքեր ասենք, չարախոսենք եւ շատ ուրիշ բան, որն լեզվի միջոցով է կատարվում, ու Հակոբոս Արաքելը դուք գիտեք, որ այս լեզվի մասին 3 գլխի համարյա ամբողջ գլուխը ներկայացնում է լեզվի մասին։ Բացատրելով, որ լեզուն ինչ կարող է անել եւ հիշեցնելով մի կարևոր բան, որ հավատացյալ մարդը, որ լեզուն կարող է կառավարել, նա կատարյալ մարդ է։ Բայց ցավոք սրտին մենք մարդիկս, եթե անկեղծ ենք մեր հանդեպ ու Աստծո հանդեպ, մենք կարող ենք ասենք, որ շատ անգամ չի ստացվում մեր լեզուների կառավարումը։ Մենք շատ անգամ թույլ ենք տալի այդ լեզուն, իհարկե նորից եմ ասում, մեր մտքի հետ է կախված, մեր այդ լեզուն ոչ թե միայն Աստված փառավորի, ոչ թե Քրիստոսի մասին վկայություն տա, այլ մի անգամ ավելորդ բաներ խոսա, որն ցավոք սրտին շատ անգամ մեզ գցում է մարդկանց աչքի առաջ է։ Ու մենք ինքներս էլ, երբ որ շատ անգամ մեր բերանից դուրս է գալի անճորնի խոսքեր, ինչպես Աստծո խոսքի մեջ քիչ հետո կարդանք մենք այն գեշ խոսքերը դուրս են գալի մեր բերանից, մենք ինքներս էլ մեզ նայում ենք որպես այս ինչ եղավ։ Ես ոնց կարող եմ այսպեսի բան անել, ես հավատացյալս որ գիտեմ որ Աստված չի սիրում, որպեսզի իմ բերանից դուրս գա գեշ խոսքեր, ռուսերեն մի քիչ ավելի, ոնց որ ասում են, ավելի գրեհիկ ձևով է գրված գնիլոյե սլովը, թարախոտ խոսքեր։ Մի անգամ դուրս է գալի մեր բերանից ու դրանով մեզ բացում է ու մեր գլխավոր նպատակը որպեսզի մենք կռվենք այդ բանի դեմ։ Իհարկե մենք չենք կարող ասենք որ այ մի հատ քարոզ լսեցինք ու վերջ, բոլորս էլ մեր լեզուները կկառավարենք ու ամեն ինչ լավ կեղնի։ Այդպես չի եղնում մեր կյանքի մեջ, որովհետև մենք բացի դրանից որ հավատացյալ ենք ու շատ բաներ գիտենք, միջև անգամ լեզվի մասին էլ մենք տկար մարդիկ ենք, որոնք որ մի անգամ անջատվում են իրականությունից, մենք գիտենք որ իրականությունը երկու տեսակի է, ֆիզիկական իրականություն եւ հոգեվոր իրականություն։ Մենք անջատվում ենք հոգեվոր իրականությունից, մտնում ենք ֆիզիկական իրականության մեջ, նայում ենք դիմացի գտնվող մարդուն, նրա արած գործողությունը ու մեր բերանից դուրս է գալի, այն ինչ որ պիտի չդուրս գա։ Եվ սա նորից եմ ասում, իհարկե կարող է ամեն մարդու առաջ արդարանա ու ասի, այ եթե դա այդպիսի բան չաներ, եթե ինքը կներեք ինձ ես խոսքերի համար, որտեղ մի քանի արտահայտություններ, եթե ինքը դեբիլություն չաներ, եթե ինքը անասունություն չաներ, էշություն չաներ, ինչի՞ պիտի ես նրան այդ արտահայտությունները ասեի։ Այո, շատ անգամ է եղնում, որ մեր դիմացի գտնվող մարդիկ բաներ են անում, որն չի համապատասխանում նորմալ մարդու վիճակին։ Բայց դա չի նշանակում, որ մենք երբ որ ասում ենք մարդուն ինչ-որ մի խոսք, մեզի դա արդարացնում է, որովհետև դիմացի գտնվող մարդը սխալ է։ Դա մեզ բացում է ու մեզ հնարավորություն է տալի մտածելով, որ մենք դեռ կարիք ունենք աշխատելու մեզ վրա, որ մեր լեզուները կարողանան ոչ թե անըծեն, ոչ թե հայհոյեն, այլ կարողանան Աստծուն փառավորեն։ Նայեք Հակոբոս Արաքելը, ես նորից եմ ասում, 3 գլխի գլուխը, համարյա ամբողջ գլուխը, վերջի մի քանի համարները միայն չէ, համարյա բոլոր գլուխը գրված է լեզվի մասին։ Ու նայեք 3 գլխի 2-րդ համարում ինչ է ասում։ Յակովը 3 глава 2 стих. Որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենքս։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։
հետաքրքիր է որ այսօր աշխարհը այն վիճակի մեջ է գտնվում մարդը այն վիճակի մեջ է գտնվում որ ինչպես Հակոբոս Արաքյալը ասում է ամեն ինչ նվաճված ու շարունակում է նվաճվել այն անասունները որոնք որ մեզանից մի 100 անգամ ավելի ծանր են փղերը եսի մելի ինչ անասուններ որոնք որ ոչ միայն ծանր են այլ նաև ուժեղ են մեզանից մարդը կարող է այնց դրեսիրովկա անի որ այդ անասունները անեն մարդու կամքը հետո երբ որ Հակոբոսը գրում էր այն ժամանակ այդ ձևի մեծ նավեր չկային բայց միևնույն է նավերը մեծ են ու ինքը հիշեցնում է որ տես այս մեծ նավերը ոնց են մարդու կամքի համաձայն գնում մի հատ փոքր ղեկ է ռուլ ու այդ ղեկի համեմատ երբ որ մենք կասենք Հակոբոս եղբայր ջան հիշի որ դու չգիտես կգա ժամանակ երբ որ այդ նավերը ոչ թե քու պատկերացված մեծ նավեր որոնք որ մի ամբողջ քաղաք են այսօր կան այդպիսի նավեր որտեղ որ մի ամբողջ քաղաք է ոնց որ ասում են այնտեղ ամեն ինչ կա բուսականություն ռեստորաններ բարեր եսին հազարավոր մարդիկ առանձին իրանց խուցերում նստած հանգստանում են եւ շատ բաներ կա պատկերացրեք այդ ահարելի նավերը ու մի քանի հոգին նրանց կառավարում են ուր ուզում են որ գնան բայց լեզուն մի այնպիսի անդամ է որ ինչպես Հակոբոս Արաքյալը ասում է միացրած է գեհենի եւ շատ բաներ է անում որն որ պաղծում է հավատացյալ մարդուն ու Հակոբոս Արաքյալի գլխավոր նպատակը այս լեզվի մասին գրելը մեզ հնարավորություն է տալի որ մենք կարողանանք հասկանանք որ ինչքանով կարևոր է որպեսզի մենք այդ լեզուն կառավարելով կարողանանք ճիշտ ընթացքի առաջ գնալ գիտեք օրինակ վերելով աղբյուրը մենք գիտենք որ աղբյուրներ շատ կար այսօր մենք դրա կարիք այնքան էլ չունենք գյուղերում իհարկե կան դեր շարունակում են աղբյուրների կարիք ունենալը մենք ամեն մեկս տներում մեր ծորակներ ունենք բացում ենք ու մենք գիտենք որ չի կարող պատահի որպեսզի մի ծորակից քաղցր ու դառը ջուր գա չի կարող պատահի այդպես եթե այնտեղ դառը ջուր կա միջև անգամ քաղցր ջուրը կդառնանա այդ դառը ջրից Դրամ էլ երբ որ խոսքը գնում է լեզվի մասին, նայեք 3 գլխի 10-12 հավաններում ինչպես է ներկայացնում մեր եղբայր Հակոբոսը Якова 3 глава 10-12 стихի Միևնույն բերանից դուրս են գալի օրհնություն եւ անեծք Պետք չէ եղբայր որ սա այսպես լինի Միթե մի աղբյուրից նույն ակնից քաղցր եւ դառը ջուր կբերե բխե Միթե կարելի եղբայր որ թզենին ձեթապտուղ բերե կամ որդը թուս այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել Եթե մենք որպես աստվածապաշտ մարդիկ ելի եմ ասում ես երբ որ խոսում եմ այս բանը չկարծեք որ ես արդեն այնքան եմ կառավարել իմ լեզուն որ հիմի ես ձեզ եմ խելք սովորեցնում չէ ինքս էլ կարիք ունեմ որովհետև այս քարոզը առաջի երթին ինձ է պատկանում որովհետև ես էլ դեր կարիք ունեմ իմ լեզվի կառավարմանը որ շատ անգամ չի ստացվում ու մի անգամ այդ բանը կատարում է մենք այսօր մտածելու բան ունենք ամեն մեկս ինչի մարդ որն որ գիտե որ լեզուն այսպիսի բաներ կարող է անել որն որ գիտե որ ինքը կարող է իր բերանից ոչ թե օրհնություն այլ նաև անեծք դուրս բերել բայց Աստված ասում է որ դա չի կարելի անել միևնույն է մարդու կյանքի մեջ իհարկե այսօր կարող է պատահի մենք այստեղ գտնվողներս կամ մեզ լսողներից շատերը ովքեր որ լսում են մեզ համակարգիչի միջոցով համացանցի միջոցով կարող է պատահի էլ անեծքներ եւ կեղտոտ հայհոյանքներ չեն անում բայց Աստված բավական չի համարում որ այն անեծքները որն որ եսի ինչ սարսափելի խոսքեր են ասում մարդկանց թաղում են ուր ասես տանում են կամ հայհոյանքները որն որ կեղտոտ խոսքեր են դա չի մենակ մեր կյանքում կան խոսքեր որն որ գեշ է Աստծո խոսքի համեմատ կան խոսքեր որն որ չարախոսություն է Երբ որ մենք այս կամ այն մարդու մասին բամբասում ենք խոսում ենք այն մարդու մասին
Չմտածելով որ այդ մարդը ներկա չի այնտեղ, իսկ մենք խոսում ենք նրա մասին ու հետն էլ այդ խոսքերը ոչ թե լավ խոսքեր են, այլ շատ անգամ ցավոք սրտին չարախոսություններ են եղնում եւ դա մտածելու բան ունենք մենք։ Ինչի է այդ բանը կատարվում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ժամանակին, երբ որ այստեղ էր գտնվում, այս ֆիզիկական աշխարհի մեջ, ինչ որ մի փոքր բացում է կարևոր գաղափարը, որ մեզ մտածելու բան տա։ Մատթեոսի 15-րդ գլուխ 17-ից 19 համարները։ Матфея 15 глава 17-19 стихи։ Շատ լսեցեք։ Տակավին չեք հասկանում, թե ամեն ինչ որ բերան է մտնում, փորն է գնում եւ արտակնոս է գցվում։ Բայց բերանից դուրս եկողը բաները սրտիցն են դուրս գալիս եւ նրանք են մարդին պղծում, որովհետեւ սրտից դուրս են գալի չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնոգություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Ամեն ինչը սրտից են դուրս գալի։ Ու մարդուն իհարկե պղծում են։ Մենք պետք է հիշենք մի կարևոր բան։ Հրեաների մոտ այսպիսի վիճակ կար։ Նրանք կեղտոտ ձեռքերով չէին ուտում եւ ոչ թե ուղղակի լվացվելու հարց է, դա նորմալ է։ Հիգիենայի համար ամեն մեկս պետք է այդպես անենք, բայց իրանք ոչ թե միայն ուղղակի լվացվում էին, այլ հատուկ արարողություն էին անում սրբության, սրբվելու, որպեսզի ինչ որ միտեղ կապչելուց հետո իրանք այդ իրանք կերածը չգնա չփղծի իրենց։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը բացատրում է, որ այդ կերածը, եթե միջև անգամ կեղտոտ ձեռքերով կերած է, նա կարող է վնասել մեր օրգանիզմը, բակտերիաներ մտցնել այնտեղ, մեզ հիվանդացնել վերջի վերջով, բայց ոչ թե պղծել։ Պղծում է մեր միջից դուրս եկածը։ Ու ցավոք սրտին մենք բոլորս լավ գիտենք, որ դուրս եկածը լեզվից է դուրս գալիս։ Չնայած որ ուղեղից է գալի, բայց լեզվից է դուրս գալի, ու այդ լեզվից դուրս եկածը, տեսեք ինչքան բաներ է ասում։ Ու վերջում օգտագործում են նաև խոսքը, հայգոյանքներ։ Այնպես որ մենք պետք է հասկանանք, որ ինչ որ մեր մեջն է, եթե մեր մեջը կա բարկություն, եթե մեր մեջը կա ինչ որ մի բան, որն որ դեր սրբվելու կարիք ունի, մենք պետք է կանգնենք Աստծո առաջ խնդրենք, Տեր ողորմա մեզ, սրբի մեզի, որ մեր մեջը մաքուր եղնի, որովհետև այն ինչ որ կարող է պատահի, ինչ որ միտեղ ոնց որ ասում են այն գարդիրոպների ու սերվատների տակը գտնվող այդ թոզերը, որոնք շատ անգամ մենք չենք նկատում, այդ թոզերը մի անգամ դուրս է գալի ու մարդուն վնաս է տալիս։ Այդպես էլ մեր միջի գտնվող ինչ որ միտեղ գտնվող, որոնք մենք դրա մասին չենք էլ մտածում, որ կարող է պատահի այս րոպեին ես որ Աստված եմ փառավորում, քիչ հետո ինչ որ մեկը ինձ ափերից դուրս բերի եւ դուրս բերի ինձանից այն կեղտոտ խոսքերը, որոնք վայել չէ որպես հավատացյալ։ Դրա համար ասում է սրտից են ներսից է գալիս այդ բանը, ներսն է պետք մաքրել։ Տերը վայ ձեզ փարիսեցիների ժամանակ մեզ հիշեցնում է, որ ասում է, երբ որ մարդու ներսը մաքուր է, դուրսն էլ մաքուր կյանի։ Մարդը ամեն անգամ ձգտում է դուրսը մաքուր երևա։ Մարդկանց առաջը խայտարակ չեղնի։ Կարող է պատահի շատ մարդիկ ման են գալի ու թե հանգարց իմ քույր եղբայրների մոտ իմ բերանից ավելոտ խոսքեր չդուրս գա։ Բայց երբ որ քույր եղբայրներից ընկոմ են, երբ որ քույր եղբայրները իր շրջապատի մեջ չեն, մարդը շատ անգամ կարող է թույլ տալ իրան, որովհետև այն մարդը, որն որ հավատացյալ չի, ինձ կարող է պատահի չհանդիմանի, չասի, «Էդ ինչ ես ասում, այ եղբայր, դες բան կարելի է ասել»։ Բայց ես էլի եմ ասում, որ եթե դուք եղել եք, ձեր կյանքի մեջ եղել է ձեր բան, երբ որ ինչ որ մի բան եք ասել, շատ մարդիկ, որոնք որ անհավատ են ու իրանք բերանից ինչ ասես դուրս է գալի, ոնց են հանդիմանում մեզի։ Հավատացյալ մարդ կարող է ձեր բան ասի։ Ինքն էլ է իրան հավատացյալի տեղ դնում, բայց կարող է կեղտոտ հայհոյանքներ ու անեծքներ անել։ Իսկ մեր բերանից ավելորդ խոսքը արդեն մեզ հանդիմանության միջոց է դառնում։ Ու դա շատ լավ բան է, գիտեք։ Դա շատ լավ բան է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա հասկանա, որ իր ամեն խոսքը պետք է սանձահարված լինի։ Լեզուն, որն որ խոսում է, պետք է մտքի միջոցով կառավարվի, որ այդ լեզվիցը չդուրս գա այն խոսքերը, որն որ շատ անգամ պղծում է հավատացյալ մարդուն։ Նայեք, Սաղմոսած գրքի մեջ հետաքրքիր խոսք է գրված, Սաղմոս 34:12-13, ռուսերենում 33:13-14-ը, մի համար ավելա։ Եվ մարդը, որ կյանք է ուզում, եւ լավ օրեր սիրում, բարություն տեսնելու համար
պահի քո լեզուն, ով մարդ, որ կյանք ես ուզում եւ լավ օրեր սիրում, բարություն տեսնելու համար, պահիր քո լեզուն լավ բանը չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսան։ Ուզում ես, որպեսզի Աստծո օրհնությունը քեզ հետ եղնի։ Ուզում ես, որպես հավատացյալ դու կայացած եղնես մարդկանց առաջը։ Ուզում ես, որպեսզի քո խոսքը, որն քեզանից դուրս է գալի Քրիստոսի մասին վկայությունը հասնի մարդկանց։ Տերը ասում է. «Պահիր քո լեզուն չարությունից եւ քո բերանը նենգություն խոսելուց»։ Պետրոս Արաքյալը հետաքրքիր է, մենք շատ տեղ ունենք, ես հիմի էլի եմ ասում, եթե մենք մենակ լեզվի մասին խոսեինք, այնքան տեղեր կա Առակաց գրքի մեջ, եթե կարդաք շատ տեղեր կա գրված, որտեղ որ Սողոմոնը խրատում է մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր լեզուները կառավարել։ Պետրոս Արաքյալը այս իր առաջի Պետրոսի 3 գլխի 17 համարում համարյան բառ առ բառ կրկնում է Սաղմոս 2 ասած խոսքերը։ Տեսեք ինչ է ասում։ 1 Պետրա 3 глава 10 стих։ Որտեղ ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, թող իր լեզուն չարությունից լուր պահե եւ իր շրթունքները որ նենգություն չխոսեն։ Եթե ուզում ենք նորից եմ ասում լավ օրերը, սա չի նշանակում որ մենք եթե մեր լեզուները կառավարենք ու մեր բերանից կեղտոտ խոսքեր չդուրս գա, մենք կհարստանանք, մենք կարողանանք, մենք լավ շրջապատի մեջ կգտնվենք։ Դա չի ասում Աստված։ Մեր գլխավոր նպատակը իմ սիրելիներ, ես կարծում եմ որ յուրաքանչյուր հավատացյալի մեջ կա այդ կարևոր գաղափարը, որ մենք ունենանք Աստծո օրհնությունը։ Իսկ Աստծո օրհնությունը ներկա ժամանակի բարիքների հետ չի որ անպայման կապված է լինի։ Այո, Աստված կարող է փող էլ տար, առողջություն էլ տար, ուրիշ շատ բաներ, բայց մեր գլխավոր նպատակը մեր ապագան է։ Մեր ապագան, որն օրհնություն է բերում հավիտենական կյանքը։ Ինչ օգուտ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, որ ամբողջ աշխարհը վերցնես, բայց քո հոգին վնասես կամ կորցնես։ Ինչ գին կարող ես տաս։ Դրանում են այն օրհնությունը, որ Աստված մեզ խոսք է տալի, Սաղմոս 2, Պետրոս Արաքյալի միջոցով մեզ հնարավորություն տալով հասկանալու, որ մեր գլխավոր ուղղությունը օրհնության հավիտենականությունն է, որտեղ որ մենք պետք է հավիտենական ապրենք ու ուրախություն ունենանք։ Նույն բանը, նորից եմ ասում, այստեղ մենակ 1, 2, 3 մարդ չի ասում, Պողոս Արաքյալն է։ Պողոս Արաքյալը որ չեղնի, ով կարող է ասի, Պողոս Արաքյալն է ներկայացնում մեզ լեզվի մասին շատ կարևոր գաղափարներ, որն որ այսպես է ներկայանում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Եփեսացոց 4 գլուխ 29-31 համարները։ Ефесянам 4 глава 29 и 31 стихи։ Ոչ մի գեշ խոսք, ռուսերեն մի քիչ նորից եմ ասում, ավելի կոպիտ ասված, գնիլո է слово, դուրս չգա ձեր բերանիցը, բայց այն որ բարի է շինության համար, հարկավոր որ շնորհք տա լսողներին, եւ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Ոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար, ամեն դառնություն եւ բարկություն, եւ սրտմտություն, եւ աղաղակ, եւ հայհոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարություն հետ։ Հետաքրքիր է որ շատ կարևոր խոսք կա այստեղ Պողոս Արաքյալը շեշտում է այն ինչ որ շինություն է տալի առաջինը որ լեզվից կարող է եղնի որովհետև ոչ մի անգամ կեղտոտ խոսքերը շինություն չի կարող տալ մարդը որ տեսնում է քեզի որ դու ամեն անգամ չէ բայց մի անգամ բերանից կեղտոտ խոսքեր ես դուս բերում եւ հետո էլ Քրիստոսի մասին ես խոսում, այդ մարդը մեջ կասկած կառաջանա, որ այդ մարդը, որ քրիստոնյա է ու հավատացյալ է, ու ինքը թույլ է տալ իր կյանքի մեջ կեղտոտ խոսքեր ասելու, դրա կասկած է առաջանում, թե ինչքանով ինքը հավատացյալ է։ Հետո չմոռանանք մի կարևոր բան, որ մենք մեր մեջ ունենք Սուրբ Հոգի։ Ու այդ Սուրբ Հոգին չի սիրում, չի կարող տանել, երբ որ մեզանից կեղտոտ խոսքեր է դուրս գալու։ Ասում է մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Իսկ ով է Սուրբ Հոգին, ուղղակի ուժը, ինչպես Եհովայի վկաներ կոչվածներն են ասում, չէ, ինքը Աստված է, որն որ բնակվում է մեր մեջ, ու ինքը Աստված կառավարելով, ինքը երբեք չի թույլ տա, որպեսզի ինքը մեզի ասի, դե հիմա այն մարդուն ասա, ինչ որ բերանից է դուրս գալու։ Չէ, ինքը կասի ընդհակառակը,
Ինչ էլ որ ինքը կա, ինչպիսի բաներ որ անում է, դու մի արա այդ բանը, որպեսզի դու չփախծվես ու քո ասած խոսքերը չլինի իզուր։ Սաղմոս Դավիթ շատ կարևոր բան, որ մեզ ամեն մեկից մտածելու բան են տալի։ Սաղմոս 39:1 Դավիթը ինքը տեսեք թագավոր լինելով, ինքը ինչպես է ներկայացնում Պսալոմ 38:2 հայերենում առաջի համարն ռուսերենում 38:2 Եվ ասեցի թե իմ ճանապարհները պահեմ լեզվովս մեղանչելից, ուշադիր լսեցեք, իմ բերանին սանձ դնեմ, դեր քանի որ ամբարիշտը իմ առաջին է։ Հետաքրքիր է, չէ՞։ Դավիթը երբ որ խոսում է առաջինը, ինչ որ ասում է, ոչ թե ասում է ես ձգտեմ մարդ չսպանել, գողություն չանել, ես իմ ինչ որ կեղտոտ գործեր չանել, չէ, ինքը դες բան չի ասում է ես դրեցի իմ մտքի մեջ, որ ես ինքս իմ լեզուն սանձահարեմ։ Ու երկրորդը, հետաքրքիր բանը, քանի դեռ իմ շուրջը գտնվող ամբարիշտները կան, այսինքն մենք ամենտեղ, որտեղ որ գնում ենք, ամբարիշտները միշտ մեր շրջակայքում են, ու մենք պարտավոր ենք ու մենք կանչված ենք, որպեսզի ամբարիշտներին Քրիստոսի մասին խոսալ։ Ու շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր լեզուները կառավարել, սանձ դնել, սանձ գիտեք, չէ՞, ձիերի վրա որ դրած է, հետո ձիերին ուրասես չեն կառավարում, ուզդա ռուսերեն ասում են, որպեսզի այդ սանձը կարողանա մեզ օգնի, որ հանգարտ մեր բերանից կեղտոտ խոսքեր չդուրս գա։ Դուսագալի, ցավոք սրտին դուսագալի, բայց մենք պետք է մաքսիմում աշխատենք մեր վրա, որ դրանք չեղնեն։ Նայեք Եփեսացոց 5-րդ գլխի 3-4 համարներում ինչպես է Պողոս Արաքյալը ասում։ Եփեսյանам 5 глава 3-4 стихи։ Ուշադիր լսեցեք, բայց պոռնկությունը եւ ամեն պղծությունը կամ ագահությունը թող չանվանվի ձեզանում ինչպես սուրբերին կվայել է։ Եվ գարշությունը կամ հիմար խոսքերը կամ խեղկատկացությունը, այս կեղտոտ հանակները, որ չեն վայելում, այլ մանավանդ գողություն։ Հետաքրքիր է, չէ՞, Պողոս Արաքյալը որտեղից է սկսում։ Պոռնկություն, ես ինչ որ կեղտոտ կյանքը, պղծություն, ագահություն, ու հետո բերում է այն բաները, որն շատ անգամ մարդու համար այնքան են նշանակություն չունի։ Հատե ասեցի էլի, ես խոմ չարեցի, ասեցի, չարեցի։ Հիշում եք, չէ՞, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ պոռնկության մասին խոսում էր, ասում է, եթե դու կնոջ վրա ցանկությունը ունես, դու արդեն քո սրտի մեջ պոռնկացել ես։ Աստված դա համարում է որպես պոռնկություն։ Ու դրա համար ասեցի, արեցի, սա բառախաղեր են, որ մեզ վայել չի իմ սիրելիներ։ Եթե ասեցիր ու քո բերանից դուրս եկավ ինչ որ մի բան, ձգտի որպեսզի դու ապաշխարես, ձգտի որպեսզի դու խնդրես Աստվածանից, Տեր, ես սա արեցի ու ես համարում եմ որ դա մեղք գործեցի, խնդրում եմ ների ինձ ու օգնի ինձ որ ես դրանից հետո չանեմ այդ բանը։ Շատ բաներ, գիտեք, շատ նորից եմ ասում, շատ բաներ կա, որ խոսալու բան է, բայց ես ուղղակի կուզեի, որպեսզի դուք էլ մտածեիք դրա մասին, Աստծո խոսքը շատ տեղ է գրված, եթե սիմֆոնիա ունեք ձեր տունը, որտեղ որ ամեն ինչ հիշեցնում է այդ լեզվի մասին գրեք, այնտեղ կտեսնեք, որ ինչքան բաներ կա, որ Աստված զգուշացնում է մեզի, որ մենք մեր կյանքի մեջ մեր աստվածապաշտությունը ճիշտ է ունի։ Որտեղ նորից եմ ասում, երբ որ մեր լեզուն ազատ կարող է ինչ ասես ասել, մեր աստվածապաշտությունը ճիշտ վիճակի մեջ չի է։ Երկրորդ կարևոր բանը, որն Հակոբոս Արաքյալը մեզ հիշեցնում է, սա բարեգործությունն է, ճիշտ բարեգործությունը։ Ինչի եմ ասում ճիշտ, նայեք Հակոբոս Արաքյալը ինչ է ասում այստեղ։ Հակոբոս առաջի գլուխ 27 համարը, Յակովը 1 глава 27 стих։ Սուրբ եւ անարատ Աստված պաշտությունը, սեր կրոնասիրությունը գրված, բանը Աստծո եւ Հոր առաջին սա է, որբերին եւ այրիներին կամ որբի այրիներին այցելել նրանց նեղության մեջ։ Ինչի է Հակոբոս Արաքյալը շեշտում որբեր ու որբևարիներ, նրանք ովքեր այն կանայք, ովքեր չունեն ամուսիններ,
Այսօր մենք բոլորս լավ գիտենք, որ այս հարցը շատ լավ լուծած է։ Ճիշտ է, լրիվ չէ, այսօր կան որբեր, որ փողոցներում ման են գալի, գողություններ են անում, կեղտոտ բաներ են անում, նարկոտիկներ, թմրադեղեր են ծախում ու շատ բաներ, բայց դուք գիտեք, որ այսօր որբանոցներ շատ կան, որտեղ որ երեխեքին տանում են այնտեղ, ճիշտ է, ամեն որբանոցը ճիշտ վիճակի մեջ չի ու դրա համար երեխաները շատ դժվար են այնտեղ մնում, փախչում են շատերը, բայց հարցերը արդեն լուծված է, այնքան լուծված է առաջվա համեմատ, առաջ այդ Հակոբոսի ժամանակ ու մեկ էլ կանանց հարցը, որոնք որ ամուսիններ չունեն։ Դուք հիշում եք Հռութի պատմությունը, երբ որ այդ Հռութը իր ամուսինը կորցրեց, հետ իր սկեսուրը իր ամուսինը կորցրեց Նոեմին, եւ իրանք ինչ դժվարության մեջ էին գտնվում, երբ որ եկան վերադարձան Իսրայել, իրանք շատ դժվար են, որտեղ կանայք առաջ առանց ամուսինների շատ դժվար էին ապրում։ Այսօր կանայք, որոնք որ ամուսիններից ավելի շատ են փող դատում։ Այնպես գործերի վրա են, որ ամուսինները եթե քիչ են, նրանք շատ են անում, բայց այն ժամանակ այդպես չէր։ Կինը առանց ամուսնու շատ դժվար էր ապրում։ Ու դրա համար կոնկրետ այս երկու խավի մարդկանց, թե որբերին, որոնք որ ծնողներ չունեն կամ մեկ կողմից ծնող ունեն, թե որբևարիներին, որոնք որ ամուսիններ չունեն, շատ կարևոր է, որպեսզի ոչ թե նրանց մոտ գնալ ու ինչպես մեր Տեր Հիսուս Հակոբոս Արաքյալը միտեղ էլի գրի, որ շատերը գնում, Պողոս Արաքյալն էլ է ասում դա, որ գնում են որբևարիների տունը, երկար խոսում են, ուտում են, խմում են, այդ չի, որ նրանց նեղության մեջ օգտակար լինենք։ Մենք այսօր դուք գիտեք, որ այսօր շատ տեսարաններ ունենք այդպիսի մուրացկանության։ Ինձ շատ անգամ հարց են տալի մետրոներում, ավտոբուսների մեջ, փողոցներում, երբ որ մեքենա ունի, գիտե որ ամեն սվետաֆորի մոտ կանգնում ես, գալիս են ինչ որ պլակատներով, որ են նկարած ինչ որ հիվանդ երեխա կամ հիվանդ ինչ որ մեծահասակ ինչ որ մեկին ու խնդրում են որպեսզի փող տան։ Գիտեցեք, որ եթե ոչ բոլորը նրանցից մեծամասնությունը փող աշխատելու միջոց է դա։ Նրանք չունևորներ չեն, նրանք խեղճ չեն, նրանք ուղղակի փող են աշխատում, բայց փող են աշխատում իրանց ձևով, առանց գլուխները ցավացնելու։ Խնդրես մեկից մի 5 թետրի, 10 թետրի, 50 թետրի, այսօր շատ անգամ մուրացկանները, երբ որ տալիս ես մի 10-20 թետրի, կարող է հետ չպրտենք, երեսիդ ասեմ, ինչա քո մուրացկանն եմ։ Այդքանով իրանք արդեն բան են դարել, որ իրանք աշխատանքի մեջ իրանք ուզում են մեծ գումարներ դատել, առանձնապես են պենսիաներները, որ 500 լարի համարյա փող ունեն, էլի դուրս են գալի մուրացկանություն են անում։ Բայց մենք գիտենք, որ կան մարդիկ, ովքեր ոչ մի անգամ չեն թույլ տա իրաց մուրացկանություն անել, ոչ մի անգամ չեն խնդրի, բայց շատ ուժեղ նեղության մեջ են գտնում։ Ոնց կարող ենք հասկանալ, աղոթք պետք է անենք, Տեր, ցույց տու ինձի, եթե իմ մեջ դրված է բարեգործություն անելու համար, ես աղոթք կանեմ ու խնդրեմ, Տեր, դու ինձ մի ընտանիք կամ մի անձնավորություն ցույց տու, որ ես կարողանամ այդ մարդուն օգտակար լինել։ Ու անպայման չի որ դա հավատացյալ լինի։ Ինչպես այդպես կոչված Եհովայի վկաները, եթե քու կազմակերպության մեջ ես, չեմ օգնի։ Արի մտի իմ կազմակերպության մեջ, նոր ես քեզ կօգնեմ, չէ։ Մեր գլխավոր նպատակը ճիշտ նեղության մեջ գտնվող մարդկանց օգնել, ձեռք մեկնել, ու դա է Աստծո առաջ բարեգործությունը։ Եվ ոչ թե մի 20-30 թետրի փող տվեցին մուրացկանին ու ասեցին, այ ես լավ արեցի։ Նայեք, ինչ է ասում Եսայա մարգարեն։ Եսայա առաջի գլուխ 16-17 համարները։ Նորից եմ ասում, մենք կարող ենք ինչ որ մի ձևով բարեգործություն անել, բայց այդ բարեգործությունը ինչքանով Աստծո համար ընդունելի է, արեք դրա մասին մտածենք, ուրեմն Եսայա առաջի գլուխ 16-17 համարը։ Եսայա 1 глава 16-17 Լվացվեցեք, մաքրվեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելու։ Հետո նայեք երկրորդ համարը ինչ ասում։ Սովորեցեք բարություն անել, որոնեցեք իրավունքը, ուղղություն ցուցեք զրկվածներին, որպի դատը տեսեք, որպևայիների դատը պաշտպանեցեք։ Հետաքրքիր է, գիտեք, Եսայա մարգարեն երբ որ սկսում է այդ բանը, նա սկզբից մեզ հիշեցնում է, որ մինչև մենք ճիշտ բարեգործություն անենք, մենք պետք է մենք ինքներս մեզ սրբենք։
սրբեցեք, մաքրվեցեք, ամեն ձևով Աստծո առաջ ուղիղ եղեք, որ Աստված բաց անի, որ դուք կարողանաք ձեր բարեգործությունը անեք ու այդ ձեր բարեգործությունը Աստծո առաջ ընդունել եղեք։ Կեղտոտ մարդը, այսօր դուք գիտեք ինչքան բարեգործական կազմակերպություն կա, որոնց շատ միլիոններ են ծախսում։ Բայց դուք գիտեք նրանց գլխավոր նպատակը ինչ է։ Փող դադելն է։ Կարող է 1 միլիոն ինչ-որ մեկին տալիս են, բայց այդ միլիոնի տեղակ մի քանի միլիոն փող են վերցնում։ Այդ չի կարևոր գաղափարը։ Աստված այդ չի սպասում մեզանից։ Աստված ասում է, հետաքրքիր է, այդ նույն Եսայա մարգարեն տեսեք ինչ է ասում, 58:7։ Եսայա 58:7։ Եսայա 51 глава 7 стих։ Այո, հացդ կտրիր, տուր սովածին եւ նրան հագցրու եւ քեզպես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր։ Հացդ կտրի ու դու սովածին։ Այդ սովածին որ տվել ես, դու սովածը քեզի հետ ինչ որ մի բան կարող է տա։ Եթե ինքը ունենար հնարավորություն սոված չէր եղնի։ Բայց ասում է ոչ թե նրան դու, որ հետո ժամանակին կարող է նրանց ինչ որ մի բան ստանաս։ Ոչ թե ինչ որ մեկին աչքի առաջը ցույց տու, որ դու բարեգործես։ Դու արա այնպես, որ հիշում եք, չէ՞, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասաց, որ քո աջ ձեռքը չգիտենա թե ինչ է անում ցավ ձեռքը։ Որ չձենձնցնես, օ ժողովուրդ, ես սրան օգնեցի։ Լավ արեցի որ օգնեցի։ Ինչի ես ռեկլամ անում։ Ումն ես ռեկլամ անում։ Դու քեզ ես ռեկլամ անում։ Դու Աստված արդեն տեսա որ դու արեցի։ Ինչի ես ուզում որ շատ մարդիկ տեսնան ու դրանով միածափահարություն ստանաս։ Մենք գիտենք որ բարեգործությունը շատ կարևոր է, իմ սիրելիներ։ Բարեգործ հավատացյալ մարդը պետք է բարեգործ լինի։ Ինքը չի կարող չլինի բարեգործ։ Բայց այդ բարեգործությունը վերածել ռեկլամի ու մարդկանց ցույց տալու ես բարեգործ եմ, դա ամենագրեհիկ բանն է, որ կարող է հավատացյալը անի։ Ցկտեք ծածուկ անել։ Այո, ամեն բարեգործություն չի որ ծածկված է մնում։ Շատ անգամ բացում են մարդը, ով էլ որ տեսավ, հիշում եք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը բժշկում էր մարդկանց ու ասում էր, ոչոքին չասես։ Այս մարդը դուրս էր գալի ու հրճակում էր նրան։ Պարզ է որ մարդիկ սկսեն խոսալը, բայց քեզանից դուրս չգա այդ բանը։ Եթե այն բարեգործ ումին որ բարեգործություն արեցին, ինքը կա ձենձնացնի, իր գործն է դա, բայց դու չէ որ պետք է անես այդ բանը։ Բայց ցավոք սրտին այդպես չի եղնում ամեն անգամ, ցույց են տալի, ասում են, ես հես արեցի, են արեցի եւ դրանով իրանք ուզում են որպեսի Աստծո առաջ մաքուր եղնեն, Աստված այդպիսի բաներ չի սիրում։ Դրամ էլ եկեք ճիշտ բարեգործություն անենք, ճիշտ մարդկանց օգնական լինենք ու ամենամեծ բարեգործությունը ինչ էլ որ հավատացյալ մարդը կարող է անել, Քրիստոսին ներկայացնել անհավատ մարդկանց։ Այսա ամենամեծ օգնությունն է, որ կարող է պատահի մեզանից յուրաքանչյուրը մեր շուրջը գտնվող մարդկանց տա։ Դա ամենաբարի գործն է, որն մարդը կարող է անել։ Ու եթե մենք չենք անում, ուրեմն դա շատ վատ վիճակի մեջ է մեզ բերում։ Ու երրորդ կարևոր բանը, որն որ ցավոք սրտին կաղում է հավատացյալ մարդը, դա աշխարհից անարատ լինելն է։ Մենք ապրում ենք աշխարհի մեջ, բայց ինչքանով ենք անարատ աշխարհից մտածելու բան ունենք։ Տեսեք ինչ է ասում Հակոբոս Արաքյալը առաջի գլխի 27 համարի մյուս մասը։ Якова, 1 глава, 2 часть 27 стиха. Եվ իր անձը աշխարհից անարատ պահի։ Հետաքրքիր է, գիտեք, մի անգամ երբ որ մենք ապրում ենք ու գիտենք որ աշխարհը ինքը աշխարհը ոչ թե ինքը աշխարհը քիչ հետո կասեմ ինչի համար ոչ աշխարհի մեջ գտնվող գործողությունները շատ անգամ քաշում է։ Դե մենք մարմնի մեջ ենք, չէ՞ գտնվում։ Մենք ֆիզիկական մարմին ունենք, որն որ իրանք ցանկությունները ունեն։ Աշխարհն էլ մեզ ցույց է տալի լիովին թե ինչպես կարող ենք մեր մարմինների ցանկությունները բավարարել։ Ու մենք այսօր կարիք ունենք, որպեսզի Աստված մեզ զգուշացնի, որ կան բաներ աշխարհի մեջ է, որ մեզ կարող է բացել ու մեր անարատությունը արատի վերածել։ Նայեք հետաքրքիր բան, առաջի Հովանու 2-րդ գլուխ, ես երբ որ այս բանը ասում եմ, կարծում եմ որ բոլորդ էլ միանգամից հիմի կարող եք ինձ հետ միասին համարյա անգիր ասել,
ես էլ արդեն երևի մեծ մարդ եմ, այդքան բան չեմ հիշում, բայց կարդամ, բայց ես համոզված եմ, որ բոլորդ էլ լավ գիտեք ես համարները, ինչ էլ որ Հովհաննես Առաքյալը իր հանրային թղթի առաջի թղթի մեջը գրել է։ Առաջի Հովհաննու 2-րդ գլուխ 15-16 համարներում։ 1 Иоанна 2 глава 15-16 стихи։ Մի սիրեք աշխարհը, եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրան չէ, որովհետեւ ամեն ինչ որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ, այլ աշխարհից է։ Հետաքրքիր է, գիտեք, կարող ենք ասենք Հովհաննես ջան, Հովհաննես եղբայր ջան, ինչի ես ասում մի սիրեք աշխարհ, մենք 5 շաբթի օրը դրա մասին մի 5 շաբթի խոսացինք, եթե քիչ ենկում քու ավետարանի մեջ դու վկայություն ես տալի Քրիստոսի խոսքերով, որն որ այսպես է հնչում 3:16, որովհետև Աստված այնպես սիրեց ինչը աշխարհը։ Ինքը ասում է մի սիրեք աշխարհը, բայց Քրիստոսը ասեց որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն հիմի որին դու ինքդ քու խոսք երկու ավետարան ու թղթի մեջ իրար հակասություն ես տալի։ Ոչ, հակասություն չկա, որովհետև Աստծո ստեղծած աշխարհը բարի է։ Ոնց կարող է չսիրենք այս գեղեցկությունը, ինչ որ Աստված ցույց է տալի, մենք այն օրը գնացինք այն բնության մեջ ենք եղբայրների հետ մնացինք, որ նայում ես, հիանում ես, ինչ սարերը, ծառերը, գեղեցկությունը, ինչպեսի է այն լիճը, որտեղ որ գտնվում ենք մենք, նայում ենք, ասում ենք, որ հիանում ենք Աստծո ստեղծագործության վրա։ Ինքը մարդը հիանալի բան է մարդը, որովհետև երբ որ նայում ես մարդուն իր միջի օրգանիզմի գործողությունը, որ մարդը 100 տարի ապրում է ու ավելի շատ, ու մի հատ օրգան ունի, որ սիրտ է կոչվում, ու այդ սիրտը անընդհատ 100 տարի այնտեղ Ադամն ու Եվան 930 տարի ապրեցին, այդ սիրտը անընդհատ աշխատում է, առանց որևէ մի լիցքավորման, ինչ որ միտեղ չես զարյատկա տալի, սիրտը աշխատում է, 65 տարի իմ սիրտն է աշխատում, 65 տարի պատկերացրեք անընդհատ, ամեն վայրկյան սիրտս դպ աշխատում է, Աստված մենակ այդ մի հատ օրգանը արդեն հիացմունք է բերում մարդուն, էլ ուրիշ օրգաններն ու անդամները, որ մենք ունենք, նույնպես շատ նշանակություն ունի, բայց գիտեք, Հովհաննես Առաքյալը մեզ ներկայացնում է այնտեղ այն կարևոր բանը, որ աշխարհի մեջ կա աչքի ցանկությունը, մարմնի ցանկությունը եւ այս աշխարհի ամբարտավանությունը կամ ուրիշները ասում են հարստությունը կամ գոռոզությունը։ Այս սա է որ մեզ չպետք է քաշի, իմ սիրելիներ, ինչի ես չպարծենամ, ինչի ինչ որ մի բան ունեմ, դու կարող ես պատահի ամեն մեկը ձերը ունենալ, մեկը լավ փեշակավոր եղնի, մյուսը լավ ճաշեփող, քիչ շատ անգամ եմ ասել, որովհետեւ մի բան ինչի չպարծենամ, որովհետև այդ ամեն ինչ շնորհքը քեզի Աստված է տվել։ Պետրոս Առաքյալը ասում է, Պողոս Առաքյալը ասում է, պարծեցեք մենակ Աստվածանով։ Պետրոսն է, Պողոսն է մեզ հիշեցնում է, պարծեցեք Աստվածանով, որ Աստված է ինձ տվել այդ շնորհքը։ Դրա համար ես պետք է չսիրեմ գոռոզանալ, հպարտանալ, մարդկանց առաջ երևալ, ինչպես մեկը, որն ուրիշներից ավելի լավն է։ Իմ աչքերս պետք է չնայի այն բաներին, ինչ որ չպետք է նայի։ Իմ մարմնի ցանկությունները ես պետք է ցանցահարեմ, իմ սիրելիներ։ Բայց եթե չկա այդ բանը, եթե մենք հնարավորություն չունենալով, ասենք, ցանցահարելու, մենք ոչ էլ ուզում ենք Աստծուն խնդրել։ Մենք ոչ էլ ուզում ենք ասել, ով Տեր, ես ուժ չունեմ, դու գիտես իմ վիճակս, ես քեզ չեմ սովորցնում, դու ինքդ շատ լավ գիտես, որ ես ուժ չունեմ, իմ աչքերս մի անգամ փախչում է, ուրիշ տեղ է գնում, իմ մարմինս այն բաներ է ցանկանում, որ դա հոգուս հակառակ է։ Այսօր կարող է պատահի ինչ որ մեկը չեկավ եկեղեցի ժողովուրդ, ոչ թե դրա համար հիվանդ էր, ոչ թե դրա համար որ ինչ որ մի հատ ծանր վիճակի մեջ էր գտնում, ուղղակի չուզեցավ գալ, ուղղակի աշխարհային ինչ որ մի բանը նրան ավելի քաշեց, քան թե եկեղեցին։ Ու սա մեծ դարդ պետք է եղնի մեզ համար։ Մեր աստվածապաշտությունը զրոյի է հասնում, երբ որ մենք առաջին տեղը չենք դնում Աստծուն նրա գործը, այլ
կրճոների նման, էլի վերջի բանը, եթե եղնի կգնամ, եթե չէ, ոչ մի բխում չքանդվեց, պաշտամունքը գնում է, փառք Աստծո, ամեն ինչը նորմալ է, լավ է, ես չգնացի ինչ եղա, որ պաշտամունքը չխախտվեց, ես էլ եմ ասում, եթե մինչև անգամ ես էլ չգայի, համոզված եմ, որ պաշտամունքը կեղներ ու եղբայրներից մեկը դուրս գարու այստեղից ձեզ համար մի քարոզ կտա։ Ոչ մի անգամ Աստծո գործը չի կայնի մարդու կմաճուկի համար, կապրիզների համար։ Բայց մարդը ինքը իրան պղծում է, հետո դուրս է գալու ու ասում է, ես աստվածապաշտ եմ։ Ես պաշտում եմ ճշմարիտ Աստծուն, այտենց ես պաշտում։ Երբ որ ինչ որ մի բան, որն որ քեզի քաշում է մարմնի ցանկությունը, ավելի ես գերադասում, քան սեն հոգին, որն որ քո մեջն է ու խնդրում է ինձ կերակուրտու։ Իսկ դու ասում ես մի կողմ քաշվի։ Խելոք կաց, երբ որ կտամ եմ վախտել բավարարվի։ Պետրոս Արաքյալը, նայեք ինչ է ասում։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 11 համարը։ Первая Петра 2 глава 11 стих։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ, ինչպես պանդուխտներին եւ օտարականներին, հերրու կացեք մարմնի ցանկություններից, որ կռվում են հոգու դեմ։ Հերրու կացեք։ Երբ որ տեսնում ես, որ քո մարմինը ձգում է, ձգտի այդ մարմնին կառավարել, քունը չի, դու չես այդ մարմնի տերը, դու չես կարող, դու չեմ ասում, ուրիշների մարմինները կառավարի, դու քո մարմինդ կառավարի։ Երբ որ տեսնում ես, որ կիրագին եկավ, մինչև կիրագի գալը ժողովուրդ, մենք պետք է պատրաստվենք, մենակ քարոզիչները չէ, որ պետք է պատրաստվեն, որ գան դուրս գան, բոլորս էլ պետք է պատրաստվենք, նախ եւ առաջ, որպեսզի գնալով այնտեղ մենք ունենանք կենթանի հաղորդակցություն իրար հետ։ Որովհետև մենք ամեն անգամ չէ, որ կարող ենք այստեղ լինել։ Հետո էլ մենք կենտրոնանանք այն խոսքի վրա, որն որ Աստված պատրաստել է եղբայրների միջոցով, որ կարողանանք այնտեղից գտնել մեզ համար կարևոր բաներ։ Մեր աստվածապաշտությունը սովորելով է կատարվում։ Մենք եթե չսովորեցինք, որտեղ պետք է ճիշտ աստվածապաշտություն ունենանք։ Այնա սա ժողովուրդն էլ այդ վիճակի մեջ են, բոլորն էլ աստվածապաշտներ են։ Միջև անգամ ոչ քրիստոնեական ուղղությունները նույնպես աստվածապաշտներ են։ Այն օրը մենք գնացինք այնտեղ, որտեղ որ բնության մեջ են գտնում, մուսուլմաններ են, մահմեդականները, խալիչեկը փռեցին, կայնեցին ու սկսեցին աղոտ կանել։ Ժողովրդի առաջ է, մեզանից ով կարող է այդպես բան անել։ Ժողովրդի առաջ առանց ամաչելու, առանց քաշվելու, խալիչեկը փռեցին, չոքեցին ու սկսեցին աղոտ կանել։ Իրանք աստվածապաշտ են ու այդ ձևի անում են օրական 5 անգամ ժողովուրդ։ Մենք մի անգամ, 2-3 անգամ էլ չենք ուզում անել ու հետո էլ ասում ենք, որ մենք աստվածապաշտ ենք։ Գիտեցեք, շատ մեծ պատերազմ է գնում մեր մեջ։ Գաղատացոց թղթի մեջ է Պողոս Արաքյալը շատ կարևոր գաղափարներ է մեզ ներկայացնում, որ մեզ մտածելու բան է տալի։ Ես կարծում եմ, որ դուք շատ լավ գիտեք այս համարները, ինչ որ ես կարդալու եմ, ուղղակի սա հիշեցնելու համար է։ Գաղատացոց 5-րդ գլուխ 16-17 համարները։ Գալատам 5 глава 16-17 Բայց ասում եմ հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Պողոս Արաքյալի խորհուրդը, որ եթե մեզ հոգևոր մարդ են ու ես առաջնորդում եմ, ես պետք է հոգով, այսինքն սուրբ հոգով առաջնորդեմ, դրա համար մարմնի ցանկությունները չեմ կատարի, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ, եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն որ դուք կամենում եք, այն անեք, բայց եթե հոգով եք առաջնորդում, օրենքի տակ չէ։ Ինչ որ մենք ուզում ենք, շատ անգամ այդ ուզածը մարմնի ցանկությունները լինում է մեր կյանքի մեջ միայն այն պատճառով, որ մենք այդ րոպեին հոգով չենք առաջնորդում։ Այն է ցելը այսօր հոգով ենք, եկուց հոգով չենք։ Այս կիրակի օրը այստեղ, այստեղ որ հոգով չեղնենք, բա ինչով պետք է եղնենք, դուրս են գալի այս բաներից դուրս, տարածքից դուրս, արդեն մենք ազատ ենք զգում, անպայման չի հոգով։ Կիրախում 2 ժամ այնտեղ հոգով առաջնորդվեցի, լսեցի, փառավորեցի, աղոթքներ արեցի։ Այնտեղ էլ պետք է հոգով առաջնորդել, որ ասում է մարմնի ցանկությունները չանեմ։ Այո, շատ դժվար է։ Ու շատ անգամ մեծ ջանք է պետք, որպեսզի մարդը կարողանա այս ամեն ինչը անելով ճիշտ աստվածապաշտության մեջ լինի։ Բայց մենք օգնական ունենք, իմ սիրելիներ։ Մեր օգնականը մարդ չի, որ մի
տեղ կարող է օգնել մեզի, մյուս տեղը անկարող է օգնել, անկարող, ֆիզիկապես չի կարող։ Շատ էլ սրտով ուզենա, բայց չի կարող։ Մենք ունենք ամենակարող Աստված, որի համար ոչ մի բան անկարելի չկա։ Բայց նորից եմ ասում, շատ անգամ այնքան հաճելի է դառնում մարմնի ցանկությունները, բայց չգնամ, մի հատ չանեմ այդ բանը, բայց այն չանեմ, շատ անգամ մենք մտածում ենք, որ մենք կգնանք, կանենք, բայց զգուշ կեղնենք, որովհետև մենք հոգևոր ենք, մենք Սուրբ Հոգի ունենք մեր մեջը, մենք կարող ենք հաղթել ու գնում ենք այնտեղ, որտեղ որ պետք է չգնանք, անում ենք այն, ինչ որ պետք է չանենք, ու մենք հետո մտածում ենք, դե Սուրբ Հոգին մեզ կպահի, Սուրբ Հոգին միջև այդ ասեց, մի գնա ու մի արա, բայց մենք ասում ենք, չէ, ես կարող եմ, ես ուժեղ եմ, ես հավատացյալ եմ, ու գնում ենք ու ընկնում ենք։ Ու մեր աստվածապաշտությունը ցախողվում է ու ցավոք սրտին շատ վատ վիճակի մեջ է ընկնում, բայց նորից եմ ասում, մեր գլխավոր նպատակը ոչ թե այս ֆիզիկական մարմնի մեջ կատարյալ դառնա, ահի մի քարոզ լսեցինք, լեզուներս էլ կսանձահարենք, մեր բարեգործություններն էլ ճիշտ ուղղությամբ կեղնի, մեր անարատությունը 100% կեղնի։ Ես դրա իլյուզիան չունեմ, ոչ թե ձեր հանդեպ, իմ հանդեպ էլ չունեմ այդ իլյուզիան, որ ես մի քարոզից հետո լրիվ 100%-անոց դրա։ Մենք քանի դեռ մարմնի մեջ չենք եղնի այդ ձևի, բայց պատերազմը պետք է լինի մեր կյանքի մեջ, իմ սիրելիներ։ Պատերազմ, որ Աստված մեզ հիշեցնում է, անցյալ կիրակի հիշեցեցի, այսօր էլ եմ հիշեցնում։ Առաջի Թեսաղոնիկեցի 4:7 համարը։ Աստված մեզ չկանչեց բախտության համար, այլ սրբության մեջ։ Ժողովուրդ, Աստված մեզի կանչել է, որ մենք սրբության մեջ լինենք, ու եթե մենք սրբության մեջ ենք, մեր աստվածապաշտությունը ընդունելի է ասում։ Եթե մեր կյանքի մեջ բախտություններ կա, գիտեցիք, որ այդ աստվածապաշտությունը ճիշտ չի։ Ինչքան էլ ուզում ես դու Եհովա անունով Աստծուն փառավորի, ինչքան էլ Հիսուս Քրիստոս անունը տու, ինչքան էլ ասա, որ ես ճշմարիտ քրիստոնյա եմ, բախտությունը մեզ խանգարում է ճիշտ Աստծուն փառավորել։ Դրա համար Աստված բոլորի սորշնի մտածելու բան տա, ինձ էլ ձեզ էլ, առաջի հերթին ինձ հետո ձեզ, որ մենք կարողանանք մեր աստվածապաշտությունը կարգավորելով, կարողանանք Աստծու առաջ ճիշտ աստվածապաշտ լինել։ Ու այն ժամանակ կփառավորվի Աստված, ու այն ժամանակ մենք էլ կուրախանանք, որ փառավորում ենք նրան, որն արժանի է փառքի, պատվի, երկրապագության։ Տերը բոլորի սորշնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս ավետինից։ Ամին։